Սիրելի հայրենակիցներ, զգուշացեք, որոշ անձինք արհեստական բանականության միջոցով տեսահոլովակներ են պատրաստում, որի մեջ արհեստականորեն ներմուծում են հոգևորականի կերպար, ով տեսահոլովակի մեջ անհարիր բաներ է խոսում։ Եվ նշեմ, որ ոչ միայն հոգևորականների կերպար, այլ նաև այլ հայտնի մարդկանց։ Զգուշացեք և չգայթակղվեք, սիրելի քրիստոնյաներ։ Լավ հիշեք, որ չարը այսօր ձեր դեմ օգտագործում է իր ամենահզոր զենքերից մեկը՝ ինֆորմացիան։ Ինֆորմացիայի միջոցով շատ հեշտ է մարդուն շեղել և ուղղորդել այնպես, ինչպես հարկավոր է։ Ուստի կոչ եմ անում բոլորիդ, փորձեք հեռու մնալ և չդիտել յութուբյան և այլ կայքերի նման տեսահոլովակները։ Հետևեք ձեր երեխաներին։ Ժամանակը դատարկ տեսահոլովակներ դիտելու վրա մի ծախսեք, այլ փոխարենը օգտագործեք այն գոնե մի փոքր հոգևոր նյութեր դիտելու կամ հոգևոր գրականություն ընթերցելու համար։ Այսօր բոլոր կայքերով ինչ ասես ազատ ցուցադրում են։ Շատ աղետալի բան է համացանցը։ Սրա պատճառով շատերը անգամ հոգին են կորցնում, սուզվելով համացանցի խոր հատակը և ինչ ասես դիտում։ Այս ազատության, համացանցի և ինֆորմացիայի միջոցով սատանան բոլորիս դեմ պատերազմում է և նշեմ, որ շատ մեծ հաջողությամբ։ Կրկնում եմ, զգուշացեք և հետևեք երեխաներին, պետք է հրաժարվել այն աղբից, որով ուզում են լցնել մեր և մեր երեխաների գլուխները։ Աստված բոլորիդ պահապան։ Աշոտ Դպիր Հարությունյան։